Ջան Դերոջ շնորհակալություն եմ տալիս այս հնարավորությանը համար սա մեր 6-րդ կոնֆերանսն է եւ Տերը գամի վերջինը չէ կարելի է մի հատ եւս պիտի անենք ծրագրում ենք հետո կխոսանք բայց շնորհակալ եմ որ մինչեւ հիմա ներկա եղաք միասին այս մեր ճանապարհորդության մենք սկսեցինք միասնաբար այս կոնֆերանսի շարքը 2023-ի հոկտեմբերին 2023-ի հոկտեմբերին եւ փակտիրոջ մինչեւ հիմա հասանք այստեղ այսօր պիտի սկսենք քարոզի վրայով խոսալ ինչու որովհետեւ մինչեւ հիմա մենք նայեցանք հերմենևտիկայի այսինքն Սուրբ Գրքի մեկնաբանության սկզբունքները դեսությունը Սուրբ Գրքի մեկնաբանության ոնց պետք է ուսումնասիրենք ազոխոսքը այս միասին առաջին մեր կոնֆերանսն էր եւ հիմքը մեր ազոխոսքի հասկացողության որ գարանք ազոխոսքը բացադրել եւ կիրառել հեշտ ձևով, լավ ձևով, շիդակ ձևով նայել անշուշտ այդ հերմենևտիկայի սկզբունքների շիդակ ընկալումն է եւ նրանց կիրառումն է շիդակ կերպով եւ այսօր մի քիչ պիտի վերանայենք ամեն բան չենք կարող անել ինչու որովհետեւ երբ բացադրական քարոզի մասին կխոսանք ուրեմն Սուրբ Գրքի հատվածներով հետ զբաղվում ենք եւ նրա համար կարեւոր է մի քիչ վերհիշել թե որոնք են գենսական այդ սկզբունքները որոնց միջոցով մենք կարանք օգտագործելով նրանք կարանք Սուրբ Գրքի տեքստերում մոտիկանալ եւ Տիրոջ շնորհով անշուշտ որքան հնարավոր է մեր մեկնաբանությունը գիրառումը առողջ լինի եւ որ գասենք էգզեգետիկա եթե հիշում եք էգզեգետիկա կնշանակե երբ դու տեքստից վերցնում ես նրա իմաստը էգզեգետիկա երբ դու տեքստի վրա բարդատրում ես քո նախաբաշարումը քո հասկացողությունը սկզբնական քան թե թույլ դաս որ էգզեգետիկայի կորզընթացի միջոցով վերգալես տեքստից նրա իմաստը ինչ որ այնտեղն է ինչու որովհետեւ բոլորս էլ մենք մեր նախաբաշարումներ ունենք, մեր հասկացողություններ ունենք առաջվա եւ երբ մի տեքստի մոտիկանանք, նույնիսկ եթե այդ տեքստը սրանից առաջ 100 անգամ գարտացել ենք, էլի նոր քարոզ պատրաստում ենք կամ նոր սեդողություն պատրաստում ենք, լավ կլինի, որ էլի մոտիկանանք ոնց որ նորեկ մի անց այդ տեքստի առնչությամբ։ Ուրեմն այս հաջորդ 1 ժամը պիտի այս սկզբունքները նայենք, ինչու համար ասում եմ հիմունքների վերանայում, որովհետեւ մեր մտքերը թարմանան, առաջ որ մեր հաջորդ դասընթացից կարոզապանության մեջ մտնենք։ Ուրեմն ինչպես այստեղ տեսնում եք, ես այստեղը այս անգամ դիտմամբ ուրեմն մի չստատրեմ այս PowerPoint-ի միջոցով, ապա ուրիշ բաներ ունեմ լիքը, որ էլի այնտեղ պիտի բան անենք, պրոջեկտ անենք եւ այնտեղից պիտի նայենք։ Ուրեմն հիմա ամեն առաջ հետևյալը ուզում եմ ցեզի հետ կիսվել մեկնաբանության հիմնական սկզբունքները, հերմենևտիկայի հիմնական սկզբունքները։ Հիմա սրանք մեջը պիտի չխորանամ, ինչու որովհետև ամեն մեկի հետ միասին, ես հիշում եմ 25 կամ 27 այսպես տարբեր սկզբունքներ արածենք, այստեղ միան դեղատրած եմ 13 հատ եւ սրանք ամեն ինչ նայած ենք մենք համարներով, հատվածներով, օրինակներով, որբեսի վավերացնենք այս սկզբունքները։ Ուրեմն եթե գնանք էլի նայենք YouTube-ում ունեմ այս բոլոր դեսանյութերը դեղատրված այնտեղ են առաջին կոնֆերանսից մինչև 5-րդ կոնֆերանսն էր Դավիթ եղբայրս օգնած էր ինձ այդ բոլորը անել եւ շնորհակալ եմ Դավիթ եղբորը իր աջակցության, օգնության, նույնիսկ այս մեր ժամանակացույցը ինք պատրաստեց, մեզ ներկայացրեց։ Ուրեմն բարձրապես արագ ընթանալով սրա վրայով, ուրեմն սա հիմնական սկզբունքներ, տեքստը մեկնաբանելիս համատեքստը գերիշխող դիրքում է։ Երբ տեքստը մեկնաբանում ենք, ամենահիմնական օրենքը Սուրբ Գրքի մեկնաբանության համատեքստը։ Երբեք ուրեմն չլինի որ ընկնենք այդ զուգակը, որ մի հատվածը, համարը կամ համարի մասը վերցնենք եւ ասենք սրա իմաստը սա է։ Որքանալ եղբայրներ ջան, որքան հստակ լինի, ակնհայտ լինի։ Երբեք չասենք որ սրա մեկնաբանությունը սա ինչու։ Հա, կարող է որ նրա մեկնաբանությունը նա է։ Բայց որովհետև քրական եւ հետագապ ունեցող այդ պատմական մշակութային աշխարհագրական բոլոր համատեքստները կան, որ Սուրբ Գրքից կարանք վերցնել նրա համար, այս մի համարը օրինակ կամ մի հատվածը նրա 4 կողմը համատեքստը ինչ է։
Ինչու Հիսուս ասեց ինչ որ ասեց կամ ինչու մարգարեն այդպես խոսեցավ ինչ որ խոսեցավ բաճար կա համատեքստ կա եւ նրա համար միշտ կարեւոր է սա ամենակարևոր գարամ ասել Սուրբ Գրքի Մերբենևտիկայի այսին Սուրբ Գրքի մեկնաբանության հետ կապ ունեցող այդ դեսության հետ կապ ունեցող սկզբունքն է համատեքստը տեքստը պետք է TV 2 մեկնաբանվի ամբողջ Սուրբ Գրքի լույսի ներքո հիմա սա չի նշանակում որ զորօրինակ եթե հատված մը գա հոբի մեջ սա պետք է մեկնաբանվի կամ օրինակ հին ուխտի գրքերի մեջ սա պետք է մեկնաբանվի ինք իր տեղում այո բայց միշտ նկատի պետք է ունենանք նոր գդագարանն էլի ինչ ասում է ինչու որովհետև նոր գդագարանը երբ ամբողջանում է հայտնության գրքով լրիվ ազող խոսքը ներշնչված ունենք ուրեմն պետք է նկատի ունենանք որ երբ օրինակ այս մարգարեն կամ այդ գրողը Սուրբ Գրքի այսպես ասեց կամ այնպես ասեց բոլորը Սուրբ Գրքի լույսի ներքո այդ հարաճաթեմ հայտնությունը որ ունենք հին ուխտից մինչև նոր ուխտ մյուս առաքյալների ընկերագիցները ինչ ասում են այդ թեմայի վրայով հիմա Էլիասը եղբայրներ ջան չշփոթվենք երբեք չասենք որ 5 դագարանի մեջ ցանկացած հատվածը միայն հնարավոր է նոր դագարանով կամ Հիսուսով միայն մեկնաբանվի ադի սխալ մոդեցում է ես չեմ ասում Հիսուս չես կնա խոսալ ադոր մասին չէ թեման ինչու որ կան երբեմն քարոզիչներ որ գասեն ամեն բան Հիսուսի դանում է հասկանում ենք սա ավետարանչյան առումով բրգության առումով իհարկե Հիսուս ինքը աշխարհի կառն է 5 ուխտի այդ բոլոր դիսական մոդեցումները միջոցները մեկը չէին կարող հավերժապես արդարացնել Տիրոջ առջև նրա համար էր որ քահանան մեծ քահանան ամեն տարի եւ պետք է իր կորձը աներ եւ անշուշտ ժողովուրդը իրենց մեղքերու համար նրանք պետք է դարբեր ողջագեզներ մատուցեին Տիրոջ առջև հավատով բայց Սուրբ Գիրքը պետք է մեկնաբանվի ամբողջ մի հատվածը պետք է մեկնաբանվի ամբողջ Սուրբ Գրքի լույսի առջև որբեսի չլինի որ բամը բացնենք զորօրինակ եթե մեկը Եսայի 53 կարտած կամ Սամոս 22 կարտած եւ Հիսուսի մասին չխոսեցավ սա մասին է որ խոսում ենք բայց երբ զորօրինակ խոսում ես չգիտեմ Դավիթ եւ Գողիաթի մասին այնտեղ է նոր դագարանը գապ չունի այդ Հիսուսը գապ չունի այդ միան անառումով որ Հիսուսը գապ ունի բարձրապես որ Դավիթի ինքը սերունդից պիտի կա բայց բամության մեջ ասած ենք սրանից առաջ Հիսուսը չի ներկայացվում Դավիթի միջոցով Սատանան չի ներկայացվում Գողիաթի միջոցով կամ ավադացյալը չի ներկայացնում Դավիթը կամ Դավիթը այսին չի ներկայացնում ավադացյալին կամ Սատանան Գողիաթին չի ներկայացնում այդպիսով Սուրբ Գիրքը երբեք ինքն իրեն չի հագասում մենք ավադում ենք սրա եղբայրներ ջան չէ թե ոչ այստեղ չէիք լինում չեմ ավադում որ մեր մեջ կա ոչ մի եղբայր աստղ որ ավադում է որ Սուրբ Գրքի մեջ ոչ մի փոքր բան նույնիսկ սխալ է եթե այդպես բան կա խնդրում եմ սրանից հետ կպետք է խոսանք եւ ինչու կասեմ սա եղբայրը ջան որ հնարավոր է այսինքն 1000-ից 1-ը 10,000-ից 1-ը որոշ կասկածներ ունի Սուրբ Գրքի որոշ անգյուններու նկատմամբ կարանք խոսալ մոդիկացեք եղբայրներ կան աստե միասին կարանք խոսալ Սուրբ Գիրքը պետք է մեկնաբանվի բառացիորեն եթե այլ բան հստակ նշված կամ ակնարկված չէ հիմա երբ Սուրբ Գիրքը ասում է որ զորոնակ Հիսուս խոսեցավ կամ Հիսուս լացավ կամ Հիսուս քնեց կամ Հիսուս աղոթեց սրանք բոլորը բառացիորեն առնում ենք բայց երբ զորոնակ կարդում ենք որ Դանիելի մեջ օրինակ այդ արձանը կար դարբեր մասերով մեկը անշուշտ ինչպես Դանիել մարգարեն ինք կմեկնաբանի երկրորդ գլխի մեջ դու ես ասես Նաբուկոդոնոսորի գլուխը հետո գալիք ասենք այս գուրցքի մասը մեջքի մասը ոտների մասը ինչ որ մեկնաբանական բաներու հետ կա բունի այնատեն անշուշտ կարանք ավելի մեկնաբանական բաներու մեջ մտնել կամ եթե այլաբանական պետք է առենք այլաբանական գարենք բայց այլաբանականն ալ ինքը իր մեկնաբանությունը ունի եւ նրա գարիքը ունի ինչպես ասկի առաջ կարող է ասած եմ հայտնության մեջ եւ կարդում ենք 7 գլուխներ եւ 10 եղջյուրներով կազանը 7 գլուխներ եւ 10 եղջյուրներով կազանը է հիմա Սուրբ Գիրքը ինչու այդպես կներկայացնե մենք կարանք դարբեր դեսություններու մեջ մտնել եւ
Խնդիր չկա։ Ինչու է որ Սուրբ Գիրքը ստագորեն նրա մեկնաբանությունը մեզ չբարդատրեր, մենք կարանք ուրիշ որոշ հասկացություններով ասնել, բայց եթե բառացիորեն բերի մեկնաբանենք, ասենք որ չէ, այստեղը քազան է։ Ինչ որ առաքյալը տեսավ իր տեսիլքում, տեսիլք նշանակում է որ աչքերը բաց, ինքը տեսնում է այդ երկնային իրականությունը։ Ինչ որ հայտնվեցավ նրան։ Այնադեմ մենք պետք է ասենք 7 գլուխ ունի, տեսնում ենք, 10 եղջյուր ունի, բայց ավելորդ բան չենք կարող ասել, մինչև որ հստակ մեկնաբանության ասնենք, որ մենք գիտենք Սուրբ Գրքի որոշ մասեր դակավին ամբողջացած չեն կատարվելով, եւ նրա համար որ պետք է սպասենք նրան։ Թիվ 5. Մի զարգացրեք վարտաբերություն անհասկանալի կամ դժվար հատվածներից։ Ինչու որովհետև Սուրբ Գրքի գլխավոր վարտաբերությունները անգամներ ու անգամներ գտնված են տարբեր ծևերով։ Հիմա երբեմն մի հատվածը մեկը կարա վերցնել եւ Արթուր եղբայրս երեք գիսվեր հետս մի հատվածը Սամոսացից, հիմա մեջը չի գնամ, բարձաբես որ ասի ինքը խոսում էր հետս որ heç կապ չունի ասեց, նրա բնթումը ուրիշ մեկը բնթումը անումա որոշ հատվածի նկատմամբ որ Սամոսի մեջ իր ըսածի համեմատ կապ չունի վարտաբեդական առումով։ Սամոսը դարբեր բանի մասին խոսա ինք ոնց որ նոր դագարանյան դժմարությունը արած է մեջբերում ուզում է անել այնտեղը որ ցուցաբերե որոշ փաստը որ այնտեղը ներկա է Սամոսի մեջ իր վարտաբերության համահունչ այսինքն այդպես չի լինում եթե հստակորեն Սուրբ Գիրքը գանե այդպես հա բայց եթե ոչ համատեքստը նայես եւ ասես այստեղ չկա քո ասածը այնադեն խնդիրը մյուս անձի վրա է որ ինքը վավերացնե բացադրական մոդեցումով եւ գասենք հետո գսամանենք ինչ ասել է բացադրական մոդեցումով որ ցույց տա որ նրա էքզեգետիկան այսին իմաստը դուրս վեր գալելը տեքստից միտե շիդագե չենք էքզեգետիկա անում է այս պարակային ավադում ենք որ այդպես անում է ինքը բարդատրում է իր կապարը տեքստի վրա որ տեքստի մեջ չկա նա Հիմա խնդիր չէ ինչ որերն նյութը, սրա մասին չէ։ Միան ասե հետևյալը՝ մի զարգացրեք վարտաբերություն անհասկանալի կամ դժվար հատվածներից։ Ես չեմ ասում, որ պետք է ուսումնասիրենք այդ դժվար հատվածները կամ անհասկանալի հատվածները, բայց երբեմն կան եղբայրներ կամ քույրեր այդպես կանեն եւ հետո խնդիրների առջև կարան գտնվել, բայց Սուրբ Գրքի ամենագենսական վարտաբերությունները այնտեղ լիքը պաստեր ունենք նրանց վրայով։ Հաջորդը բացահայտեք հեղինակի սկզբնական մտադրված նպատակը բացահայտեք հեղինակի սկզբնական մտադրված նպատակը հիմա մեր հերմենևտիկայի Սուրբ Գրքի մեկնաբանության դեսության սկզբունքները մեկը սա է որ Սուրբ Գրքի ցանկացած հեղինակը ինք կրած է մի բան իր ադենվա համացան, իր մշակույթի համացան, իր լեզվի համացան, իր քրագանության համացան, իր հասկացողության համացան, իր աշխարհակրագանության համացան, իր հասկացողության, նույնիսկ աստվածապանական հասկացողության համացան, մինչև այնադեմ որ ինչ որ լույս ուներ, ինչ որ հայտնված էր ծննդոցից, մինչև որ գրեց այդ մեկը։ Շատ լավ, ուրեմն պետք է նկատի ունենանք նրա սկզբնական մտադրված նպատակը, թե ինչու գրեց, ինչ որ գրեց։ Հետո մենք անշուշտ ներկրավենք մեկնաբանության առումով գիրարման առումով թե այս հատվածը համարը մեզ հետ ինչ կապ ունի այսօրվա համար։ Քան թե սկսենք նայենք ազոխոսքը մեզի համար գրված է, հասկանանք մեզի համար գրված է, իհարկե մեզի համար գրված է, բոլոր ադեններով համար գրված է, մինչև դերը կա, մինչև որ հավիտենականության մեջ մտնանք։ Բայց որոշ ժամանակաշրջանի մեջ գրված է, որոշ ոճով գրված է, որոշ նպատակա գրված է եւ այդ նպատակը պետք է հասկանանք նրան թե ցանկացած հատվածիմը առնչությամբ եւ թե լման Սուրբ Գրքի առնչությամբ որպես հասկանանք նրա նպատակը հիշում եք ասած ենք Հովհաննես 20:31-ում նպատակն է Հովհաննեսի որ այս բաները գրեցից ես որպեսզի գիտնաք որ Հիսուս ինքը Քրիստոսն է Աստծո որդին եւ նրա հավատալով ավետարան կյանք ունենաք ճիշտ ասպես կասե ուրեմն ինք ասում է որ ամեն բան որ գրեց այդ ավետարանում ամեն բան այդ դիտանկյունից այդ ագնոցից պետք է դիտվի բոլոր նպատակը ավետարանչական է եթե ավետարանչական նպատակ չտեսնենք դեղը ավետարանում նրա ավետարանում խնդիր կա ինչ որ ուզեք ասեք
Հովանես ավետարանից ամենն ալ ավետարանի հետ կապ ունի, քան Քրիստոսի հետ կապ ունի։ Հիմա ես չեմ ասում իս ավետարաններն ալ նույն այդ տիպով ասենք թե մոդեցում չունեն, բան ամեն անշուշտ Հիսուսը բարձրացնելու, ներկայացնելու եւ այդ բոլոր նպատակը այնտեղ կա, բայց Հովանես հստակ է նրա նպատակը։ Ուրեմն նրա մտադրված սկզբնական նպատակը կարևոր է հասկանալ։ Մեկնաբանեք բարերը, արդայդությունները, նախատասությունները հեղինակի ժամանակվա Սագաբունի 6-ի հետ, ժամանակվա նշանակության հետ ներդաշնակ եւ այնպես ինչպես դրանք փոխանցվել են սկզբնական աստիադեդրերին։ Հիմա մի բան ասվեցավ, այդ սկզբնական լսարանը, աստիադերերը, նրանք ոնց հասկանում էին եւ որ նույն բանը ասեր նրանց։ Եվ մենք գիտենք, որ շատ անգամ օրինակ առաքյալները բաներ ասում են, մենք ոնց որ այդ բաց, հիմա ինչպես որ մի դոմը գա, այդ բաց դոմը գա, սպիտակ, այդ էլի ուրիշ դոմը գա, դված, այդ կարծեք թե այդ երկու տողերի միջև որ դված է, այդ բաց տողի մեջ մենք պետք է չանանք հասկանալ, գարտալ Սուրբ Օգու միտքը ինչ էր այդտեղը, ինչու առաքյալը այդպես էս նրա միջոցով։ Եվ այո, մեզ համար սա աշխատանք է, հավատարիմ պետք է գտնվենք, երբեմն գա որ պատասխանը ստակ գտնենք, երբեմն գա կարող ենք ասել Էսալ հնարավոր է, էսալ հնարավոր է, որ գոմը պիտի կողմնորոշվենք, պետք է նայենք ինչպես կլինի, բայց այն օրինակ երբ մարդկանց խոսեցավ առաքյալը, որոշ բաներ կա, որ օրինակ Բողոս առաքյալը նույնիսկ ասե, այս բաներում մասին խոսած եմ սրա, ձեզ հետ է, եւ որ ձեզ հետ է, չի գրգնում, բայց ուրիշ բաներ ասում է, հետևցնելով, որ ինչ կարելի է, որ էլի ուրիշ ինք խոսած է նրանց հետ, զգուշ լինելով անշուշտ չեն կարող 100% բնտել ասել էսա եթե տեքստից հստակ չեն կարող սա վավերացնել նրա համար է որ պետք է նկատի ունենանք օքեյ այդ բառը որ ինք օգտագործում է ոնց ինք օգտագործում է այնադեն կամ արդայությունը կամ նախատասությունը նրա հեղինակի ժամանակվա նշանակության հետ եւ ներդաշնակ պետք է լինի այնպես որ ինչպես նրանք փոխանցեցին այդ խոսքերը այդ բառերը այդ արդայությունները նրանց սկզբնական հաստիադեդրերին։ Թիվուտ մեկնաբանեք դժվար հատվածները ավելի հստակ հատվածների լույսի ներքո։ Թույլ տվեք Աստվածաշունչը ինքն իրեն մեկնաբանի։ Նրա համար է որ երբ դժվար իմաց տեղ գա, ուրիշ տեղերա պետք է նայենք եւ սա անշուշտ աշխատանք է, ճանք բան չէ մեզանից։ Հիշեք որ ցանկացած տեքստ միայն մեկ իմաստ ունի, սակայն կարող է մի քանի գերարություն ունենալ։ Ամեն մի տեքստ Սուրբ Գրքի, ամեն մի համար, ամեն մի հատված մի իմաստ ունի։ Չես կարող ասել, որ այն օրվա իմաստը սա էր, բայց այսօր փոխված է իմաստը։ Չէ, իմաստը չի փոխված։ Հիմա մեկնաբանությունը միանշանակ է։ Իմաստը միանշանակ է, բայց նրա կարևորությունը կարող է որ թարերու ընթացքում դարբեր ցևով լինի մեզ համար։ Հիմա օրինակ հին ուխտի մեջ եւ որ գխոսած օրինակ ելք 12-ում ինչպես պիտի այդ մի տարեկան գարը անարատ եւ այլ լիներ զատկվա համար պատրաստված անշուշտ որբեսի դերը սադագեցնող ռեշտագը ճուղարգեր եւ այլն գիտեք պատմությունը հիմա մենք այսօր հարգում ենք 100% ազոխոսն է բայց այն ժամանակի համար էր այդ մասը մենք այսօր աշխարհի կար ունենք Հովանես 1:29-ում ինք աշխարհի մեղքը վերցնում է ոչ այդ կարները ուրեմն այստեղից գիտենք որ շատ լավ սա 100% ազոխոսն է իմաստը սա էր այն ադենվա համար բայց այսօրվա համար իմաստը մեզի դարբեր է Հիսուսով է այդ բրգությունը քան տեսենք հավատի միջոցով Տիրոջը ասածը անելը այդ զոհաբերությունը անելը զատկվա գաբակցությամբ Թիվ 10 գերարությունները դարբեր գերարություններ garanք ունենալ հիմա զորակ մեկ եթե ասա ով է եղբայր երբ 12 հետ ինչ պետք է անենք եթե ես կարոզելու ունեմ օրինակ իբր մի գերարություն կարաս ասել եղբայրներ քույրեր ջան ազոխոսքը ավիդենական է էլի մեր հարկանքը հավատքը նրա վրա է երբեք պետք է ասենք որ ադիալես ազոխոսքից մաս չէ այսինքն մի խոսքով եթե մեկը սկսի ազոխոսքի միջից որոշ բաներ վերգալը վերցնե ասե որ այլևս սրանք պետք է չունենք ուրեմն կարծեք թե 100% ազոխոսքից հիմա մնաց միան 70%-ը ադի խնդիր է ուրեմն գիրարում իբրև մերս համար որ ազոխոսքը հավիտենական է եւ պետք է հարգենք նրա նույնիսկ եթե ամեն բան պետք չունենք հիմա անազանտել
դիսական օրենքները պետք չունեն կնազանտել։ Բայց հարկելը 100%։ Նույն ցեվով ներշնչված է ազոխոսքը այն ադենիշ որ գրված էր ելից կրկի մեջ, ելք կրկի մեջ, ինչ որ հիմա մենք ունենք զորնակ, եթե ազոխոսքը ասե Բողոսի միջոցով Դիմոթեոսի քարոզիր, 2 Դիմոթեոս 4-ում, քարոզիր 10. Մեկնաբանեք Սուրբ Գիրքը հաշվի առնելով նրա ազջանապար զարգացող հայտնությունը, սագաբ ունի թիվ 1-ի հետ եւ որ մի քիչ 2-ի հետ եւ որ մի քիչ առաջ խոսանք, տեքստը պետք է մեկնաբանվի ամբողջ Սուրբ Գրքի լույսի ներքո։ Հիմա ինչը կարեւոր է սա կարեւոր է նկատի ունենանք, որ զարգացող հայտնությունը կա։ Որոշ վարտաբերություններ կան, որ օրինակ ծննդոցի մեջ կամ ելքի մեջ դակավին բոլոր բան հայտնված չէ, որը իհարկե Աստված ինքը ժամանակի առումով նրա մարգարեների եւ առաքյալների միջոցով եւ հայտնեցին իր խոսքը։ Ուրեմն բաներ կա, որ այո, երբ ծննդոց գիրքը սերդում ենք, մենք պիտի սերդենք ծննդոց գիրքը ինչպես որ է։ Բայց եթե ես գնամ ծննդոց գրքի մեջ եւ 3:15-ում Հիսուսի մասին երբեք նյութ չանեմ, պաս թողնեցի, ինչու 3:15 արդեն գխոսա խոստացյալ բրգիչի մասին։ Ծննդոց 3:15 եւ մի քիչ պետք է խոսամ։ Հա չեմ կարող զորնականի շաբաթ միայն Հիսուսի մասին խոսալ, որովհետեւ թեման սա չէ։ Բայց պետք է խոսեցվի։ 11 մի գիրարեք ընդրովի մեջբերումներ կամ աբացույց տեքստեր կամ աբացույց տեքստերով մոդիկանալ։ Ինչու որովհետև երբ ընդրովի մեջբերումներ կանենք եւ այ սուտ վկաները քեզ գասեն Հիսուս միա մարդ էր, այգուր նա այստեղն է, այնտեղն է։ Հա ընդրովի որանես շատ դյուրին է։ Ընդրովի որանես շատ բաներ գարաս սուրկից վերսը սուրկի հասկանաս գիրկա։ Լիքը բաներ գարաս ասել։ Բայց երբ Ազոխոսքի որոշ վարտաբերության վրայով, որոշ թեմայի վրայով լրիվ նայես ամեն կարևոր հատվածները եւ սրանք սերդես եւ միասին համադրես ներկայացմանդ մեջ, հարցը կփոխվի։ Աբացույց տեքստեր նրանք կանեն օրինակ գալիս են ասեն, բայց դա էս համար ինչ կասե, էս հատվածը ինչ կասե։ Հա բայց այդ համար այդ հատվածը առանց նրա կոնտեքստին, համատեքստին եւ առանց Սուրբ Գրքի ընդհանուր վարտաբերության այդ հատվածի կամ համարի վրայով եթե փաս տոնվի խնդիր կլինի։ Մեկնաբանեք անձնական փորձառությունը Սուրբ Գրքի լույսի ներքո եւ ոչ թե Սուրբ Գիրքը անձնական փորձառության լույսի ներքո։ Սա շատ բարձ է, բայց շատ կարեւոր է, կենսական է, հիմնական է։ Շատեր որով այդպես են եւ դերը գամի արդեն ավելի ուշ կնայենք եւ քարոզի դարբեր քարոզի դեսակները պիտի նայենք։ Ինչու դարբեր քարոզի դեսակներից մեկը այս մոդեցումը ունեն Փորձարապար եղած քարոզները, այսինքն անցի փորձի վրա հիմնված քարոզները։ Քարոզիչները երբեմն նրանց քարոզները միշտ օրինակ այս շաբթվա դրվածքով ինչ պատահեցավ նրանց հետ, 1-2 ամառներ էստեղից այնտեղից, բայց եթե 30 րոպե քարոզեց եղբայրը, դերորդն է փորձարություն, ինչ որ դերը դված նրա մասին չեմ խոսում եղբայրներ ջան։ Եվ հաստատ ամեն մեկերից սա դերը դարբեր ծով մեզ օգտագործում է շաբթվա դրվածքով, բայց եթե իմ քարոզես, բիդի իմ անձնական փորձարություններս լինի, քան թե նրանք զգուշորեն մի կամ երկու բատկերազարդումներ եւ ամեն ադեն եթե ես իմ մասից խոսամ վտանգավոր է սրա մասին ա խոսանք երբ քարոզի կառուցվածքը նայենք եւ նրա բաղադրիչները նայենք ուրեմն մեր փորձառությունը պետք չէ գերիշխե Սուրբ Գրքի վրա բաղարարը Սուրբ Գիրքը մեր անձնական փորձառության վրա պետք է գերիշխե որովհետեւ մեր կորձն է իբր քարոզիչներ թույլ տանք որ ցույց տանք որ Ազոխոսքը ինչ ասում է Եվ երբ Ազոխոսքը ինչ ասում է ներկայացնենք եւ գիրառենք սա մեր ժողովրդին, գիրառումներ ներկայացնենք, որ նրանք հասկանան ո՞նց պիտի օգտագործեն այս հատվածը կամ այս համարը, այնա դե մեր կորձը շիդա գարած կլինենք։ Եվ անձնական փորձը, վկայությունը, պատկերազարդումը, դարբեր ասենք ռեսուրսներից նրանք կարան պատկերազարդում են կարան ճոխացնել մեր քարոզը, քան թե գենտրոնացումը եւ մեր անձերը լինեն այսինքն ավելիով եւ վերջինը ստուգեք ձեր եզրակացությունները օգտագործելով լավ ռեսուրսներ ինչու որովհետեւ կարեւոր է որ քարոզիչը ունենա լավ աղբյուրներ նրա մոտ եւ եղբայրներ ջան հիմա սա ասենք որ մեզ մե ոմանք կարող է այստեղ են բայց դակավին քարոզիչ չեն Բայց դուք պատրաստվում եք եղբայրներ ջան քարոզիչներ ունեք մեր մեջ հովիվներ ունեք մեր մեջ երդասարտներ ունեք մեր մեջ խնդիր չէ Նայեցեք, նույնիսկ եթե ծեր կյանքում մի քարոզ նույնիսկ կամ մի սերդողությունից չդակ, ինչ որ միասին սովորում եք եղբայրներ ջան, ոչ թե կանոր ես, այսինքն
ցեզ մադագարարում եմ այս բաները եղբայրներ ջան, ամեն բան իր դեղը ունի, որովհետև զորնակ, եթե մենք հասկանանք ինչպիսի են այն սկզբունքները, որոնցով պետք է մենք ազոխոսքը ուսումնասիրենք, որ այս բաները սկսյալ մեզի հետ կապ ունեն, ոչ թե այս բաները ես պետք է գիտնամ, որբեսի կարողանամ ուրիշներուն սովորեցնել։ Դիմեք այս բաները ես պետք ունեմ, որ ես իմ անձնական մենիկ բահում, իմ անձնական սերտողության ընթացքում ես հասկանամ ինչ անեմ ազոխոսքի հետ։ Եվ եթե իմ մեկնաբանությունը իմ համար լավ լինի, ես չեմ ասում եղբայրը ջան 100% լինի, լավ լինի, առողջ լինի։ Այսինքն ոնց որ երեկվանից այսօր ավելի լավ լինեմ, վաղը այսօրվանից ավելի լավ լինեմ իմ հասկացողությանս մեջ ազոխոսքի մեկնաբանությամբ գիրառման նկատմամբ։ Ինչու հիշում եք մենք ասած ենք, չէ, անգամներ ու անգամներ, մեր գիրառումները պետք է բխեն տեքստից, տեքստի մեկնաբանությունից։ Եթե մեր մեկնաբանությունը սխալ լինի, գիրառումն էլ սխալ պիտի լինի։ Մի քիչ հետ կխոսանք սրա վրա ավելիով։ Շատ լավ։ Հիմա հաջորդը, որ ուզում եմ նկատի ունենանք եղբայրներ ջան, հետևյալն է, եւ դուք եղբայրներ ջան քարոշչական դպրոցում ունեք աս բանը դված եմ ցեզ, գիսված եմ ցեզի հետ։ Հիմա սա ուրեմն տեքստի ուսումնասիրման գործընթաց է, ամփոփում է, եւ այստեղ 3 քայլեր ունենք, առաջին դիտարկում, երկրորդ մեկնաբանություն, երրորդ կիրառում։ Սա ստանդարտ է, սովորած ենք, միասին նայած ենք, բայց անցյալ անգամ քանի մի շաբաթ առաջ եղբայրներին ես բաժնեցի, որովհետեւ նրանք ունենան, ինչու որովհետեւ հերթով մեկը եթե ուսումնասիրել ոնց պիտի անի, ինչ որ ներկայացնում ենք ազո շնորհքով այստեղ է, հիմա դիտարկումը, ասի դիտարկումը ինչ կնշանակի, եւ տեքստը պիտի բանաս, պիտի աշխատես նրա հետ։ Ինչ տեսնում ես տեքստի մեջ։ Մեկնաբանության չես գնում, ինչ տեսնում ես։ Նշումներ կատարենք, հիմա գա բաներ եղբայրներ ջան, այստեղ որ կարող է հիմա չեմ ուզում մեջը խորանալ, որովհետև մենք մեր քարոշչական դպրոցում ավելի խորանում ենք նրա մասին, ավելի խոսում ենք, նրա համար այդ բաները այստեղը ներառված են, բայց մեզ համար անպայման կարևոր չէ այդ առումով, որ հիմա հնարավոր չէ նրանց մեջ խորանալը, թեև եթե նշված է այստեղ։ Նշումներ կատարեք գործընթացի այս փուլում, հաշվի առնելով համարների երթականությունը, եւ նշում առնենք համարները պետք է գող կգրենք, չէ՞ թե ոչ ոնց գիտեմ ես, որ դիտարկման հետ կապ ունի, որ համարի հետ կապ ունի։ Նույնը վերաբերվում է մեկնաբանության եւ գիրառման այդ փուլերին։ Նույնը։ Գարտացեք տեքստը մի քանի բառացի տարկմություններով։ Բառացի, որ ասում եմ առադյան տարկմությունը, հիմա նոր ռադյանը բառացի չէ, ավելի դինամիկ է, եւ ուրիշ, չգիտեմ, ինչ հայերենով բառացի տարկմություններ ունենք։ Շողիկի տարկմությունն ավելի բառացի տարկմություն է, որքան որ հասկանում եմ։ So ռուսերենով գարակ սինոդալ տարկմությունը բառացի տարկմություն է, կամ անգլերեն եթե հնարավորություն ունեք, կամ ուրիշ լեզուներ, գարտացեք տեքստը մի քանի բառացի տարկմություններով, չնայած դա տեքստ ուսումնասիրող լավագույն տարբերակն է բնօրինակ լեզուների լույսի ներքո, բայց հիմա մենք այդ բանը չենք նայում, սակայն մեր նպատակների համար այս առաջարկվող մոդեցումը այնքան էլ ծանոթ չէ բոլորին, նրա համար է որ այդ առաջին դողը մեզ համար կարևոր է, գարտացեք տեքստը մի քանի բառացի տարկմություններով։ Ինչու է որ մի տեքստի մը ստրուգը մի լինեք։ Մի ասեք, որ իմ մեծ հայրս այս տեքստ օգտագործում էր, մեծ հայրս մեծ հովի վերազո շնորհքով դերորդն է, ավելի օվալորդն է, նրա ազդեցությունը ծառայության մինչև այսօր ավելի դերը մեծ բաներ անեն նրա, ասենք ռաձովը մեր մեջ, բայց ինքը կարող է սխալ լինի։ Իր մոդեցումը կարող է առողջ չլիներ։ Մեգումը հոգևորությունը չի նշանակում, որ ինքը միևնույն ադեն 100%-ով կարող է լավ ցևով ազոխոսքը մեկնաբանել կամ ոչ։ Հիշում եք Կորինթացիները, առաջին Կորինթացիս առաջին գլխի մեջ Պողոս Արաքյալ նրանց մասին լավ խոսեցավ։ Հոգևոր բարգեւներով լեցուն եք ասեց։ Բայց ամենամեծ խնդիրները նրանց մոտ էր։ Ինչու՞ սա ասում եղբայրներ ջան, մեկը սա օրինակը օգտագործում, մեկը կարող է որ այսինքն ազոխոսքի առնչությամբ ինքը լավ, այսինքն բնութագիր ունենա, լավ հովիվ լինի, լավ կալվածք ունենա եկեղեցու առջև մարդկանց առջև, բայց իր համոզմունքն է որ չէ մի սուրկիկով աշխատի։ Հա բայց նշмарած է եղբայրներ ջան, երբ մեր հայերեն սուրկիկերու մեջ ամեն լեզվի մեջ կա, առանց բացառության։ Խնդիրներ կան թարգմանիչներու շնորհիվ, ոչ թե կան որ սուրկիկը սխալ է։ Նրա համար որ ուրիշ տարբերակներ անայեք, ուրիշ տարբերակներ արդեն ցես գասեն, որը պետք չէ լինի։ Նրա համար փախտադեք սա։
Հաշվի արեք տեքստի քրական կառուցվածքը կամ սահմանությունը։ Այսինքն, ինչպես է տեքստը կազմված ըստ նախադասությունների, հաշվի առնելով նրանց հիմնական եւ ստորատաս նախադասությունների մասերը եւ արտահայտությունները։ Հիմա կառուցվածքը քրական։ Միայն համատեքստի մասին չենք խոսում։ Հոսք մը կա։ Այդ կառուցվածքը ինչու համար այնտեղ է Սուրբ Օքին ինչու ինք այդպես դեղատրած է այդ ասենք խոսքերու, արտահայտություններու, համարներու այդ հոսքը։ Եվ մեր նպատակը սա է, եղբայրներ ջան, որ ինչպես Աստված ներկայացած է նրա խոսքը, մենք այդ նույն ֆորմատի հետևենք։ Նրա համար է բացատրական քարոզը, որ գասենք, եւ մի տեսնենք այսօր, որ բացատրական քարոզ միայն չի նշանակեր շարունակական քարոզը։ Բացատրական քարոզի տեսակները կան։ Բայց կարևոր է, որ Սուրբ Օքին ինչպես ներկայացած է նրա խոսքը։ Սա բինայինք մեր երրորդ դասընթացին այսօր, որ սա կարևոր բաժանները մեկն է, ինչու բացատրական քարոզի այդ մոդեցումը լավ գլինի եւ պետք է որ մենք որթեքրենք որ Սուրբ Օքին ինչպես ներկայացած է իր խոսքը մենք նույն արտագաղթությունով խոսում ենք ներկայացնում ենք մեկնաբանում ենք կիրառում ենք հիմա երբ թեմատիկի բարակային գալիս է կամ տեքստային է գալիս է եւ նրանց մասին է կսահմանենք կխոսենք ինչ է դարբերությունը նրանք այդպես չեն անում որոշ համարներ հատվածներ կամ մի համարը վեր գալով իր դեղից հա բայց խոսքը գա գառուցվածքը քրական գառուցվածքը այդ քրական կառուցվածքը որ բաց տոնվի, պիտի որոշ բաներ բաց տոնենք մեր մեկնաբանության մեջ, եւ եթե մեր մեկնաբանությունը շիդակ չլինի, մեր կիրառումներն ալ շիդակ պիտի չլինեն։ Իմացեք տեքստի քրական ժանրը։ Բամություն է, սամոս է, արագ է, մարգարեություն է, ավետարան է, նամակ է, ինչ է։ Սա կարևոր է գիտնալը։ Ապոկալիպտիկ է, ասենք հայտնությունը Դանիելը, ասենք շատ մաս Դանիելի մեջ ապոկալիպտիկ է, ինչ են սրանք։ Ինչու համար ազդեցություն ունին սրանք մեր մեկնաբանության վրա։ Եղբայրներ ջան, չեմ կարող խորանալ շատ, որ այս բոլորը ըրած ենք ասկի առաջ։ Որոշեք տեքստի ամիջական գրական համատեքստը, սրա մասին խոսանք։ Ուրեմն այս հերթականությունով երբ որ մոդիգանանք մեր տեքստը ուսումնասիրելու, շատ ավելի հեշտ կլինի։ Իմացեք տեքստի եւ գրքի պատմական համատեքստը, հաշվի արեք այնպիսի արծեր, ինչպիսիք են նրա պատմությունը, աշխարհակրթությունը, մշակույթը եւ այլն։ Որոշեք տեքստի հիմնական նպատակը կամ փաստարկը։ Այսինքն ինչու համար գրած է, ինչ որ մի քիչ առաջ խոսանք Հովհաննես 20:31-ից օրինակ։ Նշեք բանալի բարերը։ Հիմա բանալի բարեր շարայուսական հարաբերությունները կարևոր բարեր կան, կարևոր արտահայտություններ կան որոշ տեքստերու մեջ, որոշ տեքստեր, որ ասեմ, ամեն տեքստ որ մենք աշխատում ենք նրանց հետ, բայց որոշ տեքստերի մեջ ավելիով, որոշ տեքստերի մեջ ավելի մի քիչ քիչով։ Ես չեմ ասում, որ ամեն մի քարոզը մեր ոնց որ բարերի, բանալի բարերի հետազոտության ոնց որ գործունեություն լինի։ Չէ, սրա մասին պիտի խոսենք։ Ինչու համար բացատրական քարոզի վտանգներից, վտանգ չասեմ, ավելի թերի գոմերից մեկը սա է, որ թերի ասելով ոչ թե բացատրական քարոզի մոդեցումը թերի է, ապա ես իբր քարոզիչ կարամ այդ մոդեցումը որտեքրել եւ այնուհետեւ սա սխալ կլինի։ Սխալ դպավորություն կդա։ Նրա համար է որ շատերը կասեն բացատրական քարոզը ինչ է, շատ տեխնիկային է, բան է, հա տեխնիկային է, եթե մարդոց ասիկն հոգին անես Գետրոնացումը, այս հունարենը, այս եբրայերենը, այս արտահայտությունը, այս ինչ գերմանացի, չգիտեմ ինչ աստվածապանը, այդպես մեկ այսինքն դասակիրքեր կան, մեկնաբանական քրքեր կան, բացատրական քրքեր կան, էքզեգետիկական քրքեր կան, մեկնաբանական, սրանց հետ կարանք սպավել, բայց մեր ժողովուրդը նրանց կարիքը չունի։ Մեկ երկու բանալի բառ, եթե կարևոր աստվածաբանական իմաստ ունի հետևը, կամ շարայուսական գաղտնը կա, որ պետք է որ սա ներկայացվի, այն ադեն կարանք մենք ներկայացնել, գասանք ինչու չէ այսպես կամ ինչու է այդպես։ Զորօրինակ, երբ որ օրինակ մի բառ մը վերցնենք, ինչու համար կարևոր բառ է։ Առադյանի մեջ կասե կորց քինգում, բայց կասե Անանիա եւ Սապիրա կասե, հիմա այդ բայցը եւ ալ գտարկմանվի եւ կամ բայց Սապիրան Անանա ասպես արեցին։ Նոր ռադյանի մեջը բայց չի գա, Անանիա եւ Սապիրա գասի այսպես արեցին։ Խնդիրը այն է, որ բայցը եւ հունարենով այդ բայց բառը գոկտակորձը, եթե այնտեղը չդնես, գաբը գանչադես նրա նախորդող համատեքստի հետ, ինչու նախորդող համատեքստում Բարնաբասը ինքը նույն բաները անում էր հավատարիմ գերբով։ Եվ այո Սուրբ Գիրքը հունարենում բայց կասե, բայցը կարևոր է այստեղը։ Պետք է մեկ երկու նախատասությունով այսպես ասես ժողովուրդը հասկանա, ոչ թե որովհետև այդ թարգմանությունը լավ չի ասելով, ոչ, մեր նպատակը այդ չէ, եղբայրներ ջան։ Ես երբեք չեմ ուզում ասել, որ այն թարգմանությունը, դայ,
Եվ այս սուտ վկաների նոր աշխարհի թարգմանության մասին չենք խոսում։ Մեր այրեն թարգմանությունները լավն են, Փառք Աստծո։ Երբ մենք խնդրում են, որ ոսը փախտadենք իրար հետ, որովհետեւ ավելի առողջ լինի մեր մոդեցումը եւ մեզ համար ավելի ոսը խանդավառ է այդպիսի հետազոտությունը, այդպիսի ուսումնասիրությունը, երբ Աստծո արչև կանգ։ Ինչու բաները սկսում ենք տեսնել, որ մեր հետաքրությունը ավելի զորացնե։ Մենք ուզում ենք ավելի Աստծո խոսքով խանդավառ լինենք։ TV-ը դվեք երևալ արծերը դիդարկման համար, ով, այսինքն մարդկային հեղինակը, ստացող լսարանը, տեքստի գերբարները, երբ կոնկրետ գիրքը գրելու դարեթիվը, գապված տեքստի իրադարձություններին, որտեղ կրկի գրման վայրը, ստանալու վայրը, տեքստի նկարագրած վայրերը, ինչ կամ ինչու, ինչպես, ինչու ասվում է այսպես, ինչ եղավ, ինչպես սպատայեցավ, սրանք կարևոր են, հարցեր տանք, եւ սա դակավին մեր դիդարկման փուլն է, դիդարկման քայլում, բայց այս բաները եւ օրանում ենք մեր եղբայրներին դասարանը ասած է եւ նորից կրկնեմ, երբ դիտարկումներ կանենք եղբայրներ ջան, միշտ լավա, ավելի լավա չասեմ, ավելի լավա, որ մեր դիտարկումները մեկնաբանական կարևոր հարցերի հետ կապ ունենան։ Թող չի լինի, որ զորնակ Հիսուս խոսեցավ։ Հիսուս ասաց։ Հասկանում ենք, Հիսուս ասաց։ Դիտարկում է սա, շիտակա, բայց Հիսուս ասաց ինչու զորնակ Պետրոսին, որ Պետրոս քայլում էր ջրի վրա, դերավատ, ինչու, այսինքն բան եղար, գիտա, այդպեսի դիտարկումներ անենք, որ մեկնաբանական հարցերի հետ կապ ունի։ Որ չլինի, որ գիտես, բարձրապես օդը բայձար էր, շատ խոտ կար, քամին փչում էր, հասկանում եք, դիտարկում է, տեքստի մեջ է, հա, վրա նստան 5000 գերագրես, ավելի լավ է, հա, ուրիշ հարցեր դալ, որ մեկնաբանության է, տեքստի մեկնաբանության կապ ունի, որպեսզի աչու ժամանակի ընթացքով ավելի մեզ հետ հեշտ կլինի ատմոդեցություն։ Մեկնաբանություն։ Հիմա դիտարկումը արեցինք, նշեցինք լիքը բաներ, ինչ է դա նշանակում, այսինքն մեկնաբանությունը ըստ իր ամիջական եւ գրքի ավելի լայն համատեքստում։ Ամիջական համատեքստում ինչ է նշանակում եւ գրքի ավելի լայն համատեքստում նրա իմաստը ինչ է։ Մեր եղբայրներին հարց մտված է Հեսու 7:5-ի մոդագա մատերիալ սաքս եղբայրը խնդում է իբր աստարականները մաս մներ, ուրեմն Հեսու 7:5-ի ամիջական համատեքստը ինչ է եւ նրա ավելի լայն համատեքստը ինչ է։ Հեսու 7:5-ը ասում է, որ ուրեմն մեկը կար, որ Տերը ասած էր մի գլուխ վերը լայն համատեքստում 6:18-ում, ինչ որ հիշում եմ, որ նզոված կլինի Իսրայելը եւ նա որ եթե առնե այդ ասենք թե բաներից ինչ որ Տերը ասում է բիչի առնեք։ Բայց այս անձը հրավ այդպես արեց եւ ոչ թե միայն նրա վրա դադավջիր եկավ Տիրոջից, հաբա միևնույն Տիրոջ բարգությունը Իսրայելի վրա ընկավ, որտեղ նրանք դժնամու արչեւ գոտորածի 36 հոգի մերավ այն օրը եւ այլն, եւ բոլոր Իսրայելը այսինքն ողբացին եւ այլն։ Հիմա ամիջական համատեքստը ցույց տալիս է հետևանքը այդ անցի մեղքի գաբակցությամբ։ Ինչ պատահեց։ Հետո լայն համատեքստում տեսնում ենք ինչ պատահեց նրա ընտանիքին եւ նրա հետ եւ լայն համատեքստում ադի 7-րդ գլխի ներքևը, բայց 6-րդ գլխի մեջ գաբ ունի լայն համատեքստում նզովքի այդ հարցը 6:18-ի մեջ որ դերը ասած էր, եթե մեկ այդպեսի բան անե, բոլոր ժողովուրդը նզովքի ենթակա պիտի լինի։ Այսինքն մի խոսքով գիրարումը դու եղբորդ բահաբան եղեր, դու եղբորդ ժողովրդի լավությունը չես մտածում, միայն քո կրբանդ մտածում ես, չէ՞։ Սա գիրարումը։ Ուրեմն ուսումնասիրեք բանալի բարերը եւ արդայությունները, նայեցեք եղբայրներ ջան, ինչ որ անենք այս փուլի ընթացքում, դիտարկման փուլի ընթացքում, պիտի դեղ գտնե մեր մեկնաբանության մեջ։ Նրա համար է որ ասեցի բանալի կարևոր հարցերի հետ սպառվենք, չլինի որ Հիսուս խոսեցավ, Հիսուս ասաց, եթե Հիսուս ասաց, ինչ ասաց, ես եմ աշխարհի լույսը, պետք է մեկնաբանվի սա, գիչով կամ շատով, հա։ Բայց նրա համար է որ մեր դիտարկումները վերջիչը դեռ պետք է գտնեն մեր մեկնաբանության մեջ։ Հետո ժողովուրդը պիտի ասե, եղբայր դիտարկումներ արեց, եւ պետք է որ նրանց մասին խոսար, բայց չխոսեցավ։ Բարձրապես ցուցաբերեց ու տեքստում տեսնում է նա, նրանք տեսնում է, եսա տեսնում եմ նրանք։
նրանց տեսնում եմ, չի լինում այդպես։ Ուրեմն ուսումնասիրեք բանալի բարերը եւ արտահայտությունները համատեքստում գավված դրանց կերականության եւ շարահյուսության հետ։ Համեմատեք եւ միացրեք բանալի բարերի օգտագործումը ըստ դրանց իմաստային դիրույթի։ Հիմա սրա մասին խոսած ենք, հագիրջ ասելով, հիշում եք, որ ասենք եղբայրներ ջան, ագապե բարը նոր գդագարանում շատեր կասեն, որ ագապե կնշանակի աստվածային սեր, ֆիլեո կնշանակի այդ բայը մարդկային սեր, բայց խնդիրը այն է, որ չես կարող այդպես ասել։ Հիսուս իր հորը մասին ֆիլեո բայով խոսեցավ, խոսած ենք սրա մասին, մենք հոս սագացորում։ Հիսուս քանի անգամ ֆիլեո բայով խոսեցավ իր հորը մասին, որ այդ սեր օրինք ունի իր հորը անտեպ։ Մենք իմ աստեղ ասենք Հիսուս միան ինքը ընկերային սեր ունի։ Գամ 2 Դիմոթեոս 4:10 գասե Տեմասը աշխարհը սիրեց։ Ագապաո բայն է։ Աստվածային ըսված բայն չեք կարող անել։ Համատեքստը գորոշե իմաստը ինչ է։ Ադիգա մարդիկ այդպես պարազեն չեն կարող այդպես։ Ուրեմն նրա համար ասում եմ իմաստային դիրույթ մը կա, իմաստային միջագայք մը կա։ Այդ միջանցքի մեջը այդ ասենք բարը իբր սեր մի քանի իմաստներ ունի, թերդագավինգա սերային սեր բարն ալգա, անալ ընդեղը, որնա, ընդեղը պետք է գոմնորոշվենք համատեքստի համացայն։ Եվ չասենք որ այս ինչ մեծ կարոզիչը այդպես ասած է իր գրքում, ուրեմն չէ, այդպես չէ, համատեքստը կորոշի։ Ինչու որ նայեցեք յուրաքանչյուր գործազության համատեքստում։ Բարը նախադասության մեջ է։ Հա, որ մեկ ալ որ եղբայրներ չեն, բամը ասենք, եթե ասենք զորնակ, եթե մեկ այսօր ինձ տեսավ Երևանում ասեց, ով է եղբայր ջան, արի գնանք։ Արի գնանք ուր, դիմեք ուր։ Հա ծաղկացոր կոնֆերանս, օքեյ, հիմա հասկացա։ Այսօր, չէ՞ ոչ արի գնանք երբ ծաղկացոր։ Կալարի, մյուս տարի հստակ պետք է լինի, համատեքստ կա նրա առնչությամբ եւ կարեւոր է որ սա նկատի առնվի։ Վերլուծեք բանալի բարերը համապատասխանեցնելով դրանց աստվածաշնչյան եւ առօրյա մշակութային օգտագործմանը։ Ինչու կասենք սա, որովհետեւ հիշում եք որ օրինակ այդ Հռոմայացիների 1:16-ում ավետարանը ազո զորությունն է, ազո դունամիսն է, զորություն բարը, բայց այդ դունամիս բարը այսօր դինամիտ բարը այդտեղից եկած է։ Մարդիկ երբեմն կորզածում են այդ արտահայտությունը, ասում են ավետարանը ազո դինամիտն է։ Դինամիտը ինչ կանե, դինամիտը գանտի, բջացնի, ոչ թե գշինե, չես կարող այնօդենվա մշակութային օգտագործման համացան մի նկատի առնես, ինչպես օգտագործում են բարերը, արտահայտությունները, հետո սահմանեք աստվածաբանական հիմնական տերմինները, մեր քարոզներու մեջ այո, եթե հիմնական տերմինը արտարացում, Քրիստոսով արտարացված ենք, Քրիստոս մեզ ասված մեզ որդեգրած է Հիսուսով։ Ինչ ասել է սա։ Մի պատկերացնեք, որ արդեն գիտեմ որդեգրությունը ինչ է։ Հա բայց Քրիստոսով որդեգրությունը ինչ է։ Բարձ որդեգրությունը մարդկային ինչ է։ Նրա մասին մի խոսանք, մի քիչ կոնե։ Եթե ասես որդեգրությունը, ես գիտեմ։ Ես իմ շունս որդեգրած եմ։ Ջամփից, դրսից։ Եվ իրական խոսում։ Ատմաստով որ այսինքն դրսից մեր դունը բերինք։ Բայց սա գապ չունի Հիսուսով որդեգրման հետ։ Հիսուսով որդեգրումը նրա առանձնաշնորհումներ ունի, հատկություններ ունի։ Եթե տեքստը մեզ այդպեսի ուղղորդում է, մենք պետք է որ նկատի ունենանք այդպես խոսալու, ինչու որովհետև տեքստը որ գասե, որ մենք որդեգրված ենք Քրիստոսով Աստծո կողմանը, ուրիշ բաներ է գասե տեքստը։ Այդ որդեգրության առնչությամբ պետք է այդ գաբը հաստատենք եւ խոսանք, այդ հիմնական տերմինները սահմանենք։ Մտաբահեք համատեքստի դարբեր մագարտակները, ամիջական տեքստը, շրջաբագայքը, դվյալ գիրքը, նույն հեղինակի գրքերը, նոր կամ 5 դագարանը, կամ ամբողջ աստվածաշունչը։ Սրանից առաջ եղբայրներ ջան հիշում եմ, որ ցույց տված եմ, ուրեմն այդ ամիջական համատեքստի առնչությամբ հիշում եք այս տղարը։ Եվ այստեղ թիրախային տեքստ ունենք, որ մենք աշխատում ենք նրա հետ, նրա բարբերությունը մոդագա, ամբողջ գիրքը Հովհաննես Արաքյալի օրինակ, օրինակ եթե
Հովանես 3:16-ը գարտում ենք տիրախային տեքստը, նրա բարբերությունը ինչ է։ Հիսուսի զրույցը Նիկոդեմոսի հետ։ Այդ հատվածումը հետո ամբողջ գիրքը, ինչու որ Նիկոդեմոսի հետ քեզ պետք է նորեն վերստին ծնանի լգաբ ունի նրա մայր պաստարգի հետ։ Հովանես 20:31-ում։ Այս բաները գրեցիս, որ գիտնակ, որ Հիսուս ինքը իբր Մեսիա ազովորդին է եւ նրա ավադալով ավնյան կյանք ունենակ։ Եվ սա է Հովանես 3:16-ի նպատակը։ Հեղինակի գրվածները այլ 1 Հովանես, 2 Հովանես, 3 Հովանես հայտնություն նոր գդագարանի մասին, հավատքի մասին է խոսում, կամ վերստին ծնունդի, Բողոս ինչ ասում է վերստին ծնունդի մասին նոր գդագարանում։ Երբ պետք է այնտեղ գնանք, ամբողջ Աստվածաշունչը ինչ ասում է 5 դագարանում է վերստին ծնունդի մասին։ Նրա համար է որ Նիկոդեմոսի եկավ, դու չգիտես ասպաները։ Դու Իսրայելի վարտաբեդն ես, կասե։ Վարտաբեդ մնես չի ասում։ Վարտաբեդն ես, կասե։ Դու չգիտես 5 դագարանի 5 ուխտը գա։ Մարգարեները խոսում են նոր վերստին ծնունդի մասին։ Հետո դրսի արդակին համատեքստի անշուշտ ունի, աշխարհագրական, պատմական եւ մշակութային համատեքստերն պետք է նկատի առնենք, մյուսները անշուշտ ներքին համատեքստն են։ Եվ հետո դիվեց համատեքստը կարևոր է, համատեքստն է իշխում, երբ մեկնաբանում ենք եղանակի նախադեсված իմաստը, փնտրեք բառացի մեկնաբանություն, եթե տեսնում ենք, այլ եթե տեսնում ենք տեքստում այլ բան չի նշվում, հիմա այստեղը որոշ սկզբունքներ կա, բանեջան հերմենևտիկային, որ այստեղը էլի դիմամ տրազեմ, ինչու որովհետև տեսնում եք այդ նույն բաները մի քիչ առաջ արեցինք։ Աշխատեք համատեքստից քաղված մեկնաբանական հարցերի պատասխաններ գտնելու վրա։ Համապատասխանաբար յուրաքանչյուր տեքստ պետք է մեկնաբանվի իր համատեքստի համաձայն առաջին հերթին հաշվի առնելով սկզբնական լսարանին, իսկ հետո Սուրբ գրքի լույսի ներքո հաշվի արեք աստվածաշնչյան խաչացե ուղումները այդ թեմայի վրա, օրինակ ինչ որ է թեման վերստին ծնունդ, օրինակ Սուրբ գիրքը Սուրբ գրքի հետ համեմատելու համար դիմադրեք մյուս ռեսուրսները անմիջապես ստուգելու կայտաղությունը։ Հիմա այս փուլում դակավին դուք այդ աշխատանքը անում եք մեկնաբանական։ Չեք գնում, օրինակ, այսինչ մեկնաբանի իր գիրքը ուսումնասիրեք, ինչ մեկնաբանություն տալիս է, ինչպես կիրառում անում է եւ այլն։ Նախ իմացեք տեքստի իմաստը, ինչպես դրված է սկզբնական լսարանին, եւ այնուհետեւ ցկդեք հասկանալ դրա ժամանակակից նշանակությունը, այսօրվա նշանակությունը, այդ տեքստի ինչ է։ Կարող է այսօրվա նշանակությունը այդ տեքստի ամփոփող է։ Ինչու որ ասում է Նիկոդեմոսի քեզ պետք է վերստին ծնանիլ, այսօրը նույնն է, բամը չփոխված է։ Բայց ուրիշ բաներ կա, ինչպես խոսեցանք Ելք 12 Զադիկի վրայով, կամ մեծ քահանան Հիսուս Եբրայեցիներու թղթի մեջ, այլես մենք քահանայի պետք չունենք մարդկային քահանայի։ Հիսուս է մեր քահանան, մեծ քահանան։ Ինչու մյուս քահանաները գասե տարիքի համաձայն մեռնում են, գնում են, չեն կարող հավիտենաբես նրանց ծառայությունը անել, բայց Հիսուս, որովհետև հավիտենաբես ինք քահանա է, իր կորզը հավիտենաբես կանե։ Նրա համար ուրիշի գարիքը չունենք այլևս ուրիշ քահանայի, որ մեր եւ Աստծո միջև նա բարեխոս է։ Աստվածաշնչյան դվյալ տեքստի միայն մեկ իմաստ կա, ցերիսկ ուսումնասիրությունից հետո օգտվեք լավ աղբյուրներից։ Հետո ստուգեք տարբեր մեկնաբանական աղբյուրները, տարբեր գործիքները, էքսպոզիցիական, այսինքն բացատրական կամ էքզեգետիկ մեկնաբանությունները, ուրիշ ուսումնասիրության գրքեր, աստվածաշնչյան բառարաններ, համագարկված աստվածապանություններ եւ այլն։ Հիշեք, ճշգրիտ մեկնաբանությունը թողնել է իմաստը տեքստից դուրս բերվի, սա էքզեգետիկան է, որով այն սկզբնապես գրվել է եւ թույլ չտալ որբեսի մեր սեփական աստվածապանական ենթադրությունները եւ նախըմբռնումներն ազդեն տեքստի մեկնաբանության վրա։ Եվ վերջպես նկատի ունեցեք աստվածաշնչյան դվյալ գրքի կանոնական համատեքստը, կանոնական ասելով, այսինքն ոնց որ ուր է այդ գիրքը Սուրբ գրքի այդ 66 գրքերու մեջ, որ տարբերություն կան է մեկնաբանական, եթե սխալ ասենք թե գոմնորոշվենք, երբ գրված է ադի, զորնակ, երբ գրված է այդ գիրքը, թե այդ գիրքը էստեղ դրված է, բայց սա չի նշանակում, որ այդ գրքից ավելի հետ կգրված ժամանակական ու հավանական է այդ գիրքը ավելի առաջ լինի այդ մյուս գրքից։ Այդ բանը պետք է նկատի առնենք։ Որ Սուրբ գիրքը անպայման մեզի այդպեսի չէ արած, որ օրինակ առաջին գիրքը ծննդոց, երկրորդ գիրքը ելք, երրորդ գիրքը ղևտացված եւ այլն ինչ որ մեկնաբաններ գասեն, Հոբի գիրքը գասեն, այսինքն Աբրամից առաջ է գասեն, Աբրամի պատմությունից առաջ է։ Հիմա եւ գիրառում, այսինքն ինչպես կարող եք այն գիրառել կորզնականում։
Դարբերակեք նկարագրական եւ ռանկիչ տեքստերը, որն է նորմատիվ, այսինքն որը նորմատիվ ասելով հրանքիչ է, այսինքն պետք է անենք եւ որը ոչ։ Պետք է մտքում բահել այս մեկը։ Բաչաճ գիրարման համար։ Հիմա տեքստեր կա սուրբի կստակ, ասես սուրբ եղեք, անձի ես սուրբ եմ։ Սա այդ այսինքն գասկած չի գա։ Պետք է անենք, պետք չի անենք։ Բայց եւ որ զորոնակ գասա խոսում օրինակ Դավիդի մեղքի մասին։ Ես անունը պետք է անեմ, Դավիդը այդպես արեց, ես անունը մեղքը կորձեմ։ Կամ Դավիդ Գողիաթի սպանեց, եսա պետք է փղշտացիմը գտնեմ, որ ինձ մե շատ ավելի բարձր ասակ է 5 քարեր վերցնեմ եւ այլն։ Ոչ։ Սա նկարագրական է, էլի դասերգան մեջից կարանք վերցնել, գիրառումներ կարանք վերցնել, իհարկե։ Բայց կա նկարագրական տեքստեր, կա հրանքիչ, նորմատիվ տեքստեր, որ նրանց համաձայն պետք է ապրենք։ Հաշվի արեք գիրառման սկզբունքները, այսինքն սկզբնական լսարանի տեսանկյունից։ Նախ առաջ գոմնորոշվենք սկզբնական լսարանի համար ինչ ասվեց, ինչու ասվեց եւ նրանց վրա ազդեցությունը ինչ էր, որպես հասկանանք ինչպես մենք ալ պետք է ազոխոսքը գիրառենք։ Գիրառումը պետք է սահմանափակվի եւ առաջնորդվի Աստվածաշնչյան համատեքստում, իհարկե։ Մի քիչ խոսանք մի քիչ առաջ սրա վրայով։ Եթե Սուրբ Գիրքը մի բան ասում է, վազը սուրբ եղեք, քանզի ես սուրբ եմ, Աստված կասե, ես եմ, բայց սուրբ բառը ուր մնաց այնտեղը։ Տեքստը կասե, սուրբ եմ, դուք սուրբ եղեք։ Ես եմի մասին միան չի խոսում այդտեղը։ Ես եմը ելք 3:14-ում խոսում է։ Բայց այստեղ սուրբ եմի մասին խոսում է։ Եվ մենք այդ կիրառումը պետք է անենք այդ հասկացողության համաձայն, ոչ թե որը բարձր բեսոր ես եմ ասես ասված, ես եմ ինչ սուրբ։ Գենտրոնացումը սուրբ լինելու մասին է, ազո սուրբ լինելը, մենք այդ կիրառումը այնտեղից այդ տեքստից կվերցնենք, ոչ թե ուրիշ տեղից։ Ուրեմն պետք է գիրառումը սահմանափակվի եւ առաջնորդվի Աստվածաշնչյան համատեքստում։ Համատեքստը չանենք եղբայրներ ջան, ով մի նույնիսկ քաղցր գիրառում, որ տեքստից չէ։ Կարող է նույնիսկ լավ օրդություն լինի։ Զորնակ եթե զորնակ սուրբ լինելու մասին խոսում ենք, օրինակ Ազո խոսքից 1 Պետրոս 1 կամ սուրբ Եսայի 6 եւ այլն, օքեյ։ Եթե ես անդեղը օրինակ ասեմ, բայց այս հատվածը այստեղ խոսա զոնակ եկեղեցու ապշտակության մասին։ Քուխուս վրա։ Սիրում եմ այդ վարտաբերությունը, բայց տեքստի մեջ չէ, որովհետեւ նրա համացան գիրառում դրվի։ Տեքստի մեջ չէ։ Հա դու կարաս ասել, ոչ որ մի քիչ էքսկուրսիա պիտի անենք, մի քիչ պիտի այս բանի մասին խոսամ եւ ցույց մի դամ, ասին գաբը, ինչու։ Որ ժողովուրդը չկարծե, որ դու ոնց որ խելքից այդ բանը հանեցիր եւ որովհետեւ այս շաբաթ շատ ոգևորված էր այդ թեմայով, ուզում ես այդ թեման գիսվել։ Բայց տեքստը նրա մասին չի խոսում։ Ուրիշ ադեմվա համար բահ է։ Հիշեք, որ հաջորդող Սուրբ Գրային ովևէ հարթնություն կարող է ազդել եւ փոխել նախորդ տեքստի գիրառումը։ Ինչու որովհետեւ ինչպես ասացինք, եթե երբ 12-ի մասին խոսում ես եւ Հիսուսի մասին խոսում ես իբր ազոգարը, այդ հաջորդող տեքստը նոր դագարանյան գիրառումը գարա մի քիչ տարբեր անել, ինչ որ դու գարտացիր 5 դագարանում։ Կարող է։ Դվեք հարցեր, որբեսի գտնեք գիրառումը։ Հարցեր, գանարճոք օրինակներ, որպես հետևենք։ Գանարճոք հրամաններ, որոնց ազանթվենք։ Գանարճոք սխալներ, որոնցից խուսափենք։ Մեղքեր, որպես խոստովանենք եւ թողնենք։ Գանարճոք աղոթներ, որ գրգնենք եւ կիրառենք։ Գանարճոք խոստումներ, որ ընդունենք, զգսպունքներ, որոնցով ապրենք, սովորություններ, որ փոխենք, համոզմունքներ, որ հավատանք եւ այլն։ Մինայք, որպես կիրառում գտնենք։ Թե ովևէ տեքստի իմաստը մեկ է, այնուամենայնիվ այն կարող է ունենալ բազմաթիվ գիրառություններ։ Ինչու որովհետև մեկ տեքստից, մեկ հատվածից, մեկ համարից, մի քանի համարից կարող է քանիմը տարբեր գիրառումներ գտնենք, խնդիր չէ։ Միջև այն տեքստի հետ կապ ունեն։ Բայց ինչպես այսօր գխոսանք, այսօր չէ, վաղ միսօր ավելի այս մակումարում գխոսանք, որ միշտ բաներ ջան, ամեն մի գետ ասեմ հիմա, լրացում բառը պիտի օգտագործեմ այս կոնֆերանսին, ամեն մի գետը ասենք քարոզի, ասենք դե քարոզը 2 գետ, 3 գետ, 4 գետ, 5 գետ, 6 գետ ինչ ունի, քոնե ամեն մի գետի հետ մի հատ գիրառում պետք է լինի։
այդ լրացման, այսինքն այդ գեդի գլխավոր թեմայի առնչությամբ։ Կարող ես ենթա կիրառումներ ներկայացնել, բայց ժողովուրդը կշփոթվի հետո։ Առնվազն մի կիրառում, մի կետի հետ։ Եվ հեշտ է։ Որ ժողովուրդը կենտրոնա, ինչու ժողովուրդը կարա, գիտե որ, հովիվը ավոր ուսումնասիրած է, կարա ինքը 50 հատ կիրառում ադալ մեզի։ Բայց 50 հատ ով պիտի իշի։ Հովիվ ջան, ես քարոզ լսեցի օրտնվեցա, բայց չեմ իշում իմ։ 3 կետ ուներ, 3 կետ ներկայացուր, 3 կիրառում ներկայացուր, որ ամեն մի կիրառումը առնչություն ունի այդ գեդի հետ, որ դու խոսում ես նրա մասին։ Սրա վրա ավելի կխոսանք եղբայրներ ջան։ Ուրեմն այս շաբով այդ մասն ալ հերիքա իբր Սուրբ Գրքի տեքստի ուսումնասիրման առաջարկվող գործընթաց քայլ առ քայլ այդպիսով հիմա հիշում եք եղբայրներ ջան սրա մասին մի քիչ խոսած ենք հետևյալ մեկնաբանական բացերը կան որ պետք է մենք կամուրջենք լեզվի բաց կա այն օրվա գրված Սուրբ Գրքի տեքստի եւ մեր այսօրվա հասկացողության նկատմամբ ինչու այն օր հունարեն եբրայերեն արամերեն մենք այսօր անպայման չենք տիրապետում այս լեզուները հետո պատմական մշակութային աշխարհակրական գրական այս բացերը կան պետք է այս բացերը նկատի ունենանք եւ առավելос ավելացրած եմ աստվածաբանական բաց ինչու որտեվ աստվածաբանական բացը անշուշտ ինքը ոնց որ նրա աղբյուրը սրանցից է սրանցից դուրս գալիս է եւ մենք այդ աստվածաբանական բացը նկատի պետք է առնենք եւ որ ուսումնասիրում ենք ազը խոսքը եւ մեկ բան եւս ներկայացնեմ եւ անգետ կմեր տաթարը առնենք հարցեր առնենք տաթար առնենք այս թղթի գնալ եղբայրներուն ներկայացրած է ուրեմն երբ որը մի ցանկացած գիրք պիտի սկսենք ուսումնասիրել եւ դերը գամի Դավիթ եղբորս հետ Վարդան եղբորս հետ եւ Սամ եղբորս հետ խոսած է որ լավ գլինի մի կոնֆերանս եւս ունենալ եղբայրներ իրենք կորոշեն եւ մեզի գաղորդեն նրանց որոշումը հավանական է նոյեմբերի մեջ եթե լինի մենք բացատրական քարոզաբանության մասին խոսում ենք այս կոնֆերանսին բայց ոնց կարանք մի գիրք մը վերցնել մի քանի գլուխնոց եւ լրիվ մեջ են անցնել այս բոլորը սկզբունքները ընդերը կիրառելով մի գիրք մը կարանք վերցնել եւ նրա մասին է որ եթե այդպեսի ասենք գրքի սերիալ մը պիտի ներկայացնենք կամ նույնիսկ եթե մի կարոզ կամ երկու կարոզ մի ցանկացած գրքեմը լավ կլինի սկիզբը եւ որ սկսենք այդ կարոզաշարը 2-3 կարոզ կամ 10 կարոզ լինի մի քանի բաներ ասենք գիրքը հասկացանք ով է հեղինակը ով է թվականը երբ գրված է լավ կլինի հասկանալ երբ գրված է ինչու որտեվ եթե մեկը գիտնա որ 1 Դիմոթեոս 2-ն գրված է եւ դակավին այդ ներոն գայսրը ողջ էր եւ ինքը գասե աղոթենք գասե իշխանավորներու համար տակավորներու համար բողոս արաքյալ դու ասի խելքդ գործրեցած ես խելքդ գործունցած ես ինչպես աղոթենք այդպեսի սրիգայի համար որ քանի մդարի գլուխդ պիտի անե արդեն քեզ ազոխոսքն է ճշմարտությունն է եւ գասե ինչու պետք է աղոթենք so նրա համար կարևոր է գիտնալ թվականը հետո եւ որ եբրայեցիների թուղթը ինչու գասենք որ եբրայեցիների թուղթը 70 թվականի շուրջ գրված է ոչ թե ավելի շատ առաջ ոչ թե ավելի շատ ետ գամայտնության թուղթը սրանք ամենը մեկնաբանության վրա ազդեցություն ունի լսարանը հասյադեդրերը ստացողները որոնք են ումի ուղարկվում է կարևոր ասա հավատացյալ է ոչ հավատացյալ է խառնուրդ ճողով է ով է ինչ են հետո ցակումը ուրգից ուղարկված է այդ նամակը գիրքը հետո պատմական մշակութային աշխարհակրական գրական այս լեզվաբանական այս համատեքստերը մենք ասում ենք նախաբամությունը ինչ է այդ գրքի նպատակը գրքի ինչ է կարևորը գոմնորոշվել նպատակը ինչ է օրինակ Հովնան Մարգարեին հա so կարևորը այդ գրքին հիմնական թեմաները ինչ են եւ կարևորը հիմնական թեմաները մեջտեղ բերելով մենք հասկանանք ինչու համար այդ գիրքը գրված է ինչու շատ անգամ նպատակը կարող է առաքյալի հստակ չլինի հստակորեն մի նախատեսությունով մի համարով չասում եւ ոնց կարամ ես գիտնալ դարբեր կարևոր թեմաներով garanք հասկանալ ինչ է նրա նպատակը հետո հիմնական մեկնաբանական մարտահրավերներ ինչ կան այդ գրքում սա էլ կարևոր է եւ վերջ հիմնական կառուցվածքային ակնարկը ինչ որ Հովնանու այդ գրքին դուք աշխատեցաք ինչու կառուցվածքային ակնարկը այսինքն այդ ստրուկտուրը
ինչպես ընթանում է հոսքը այդ գրքի։ Ինչու համար առաջին գլխի մեջ այսպես սկսում է Հովնանի մարգարեն, երկրորդ գլխի մեջ այդպես է։ Ազոխոսքը եթե երկրորդ գլխից սկսեր Հովնանի մարգարեն, մենք չէինք նա ինչ էր խնդիրը Հովնանի հետ։ Ինչու ինքը աղոթում է, ինչու ինքը զղջում ներկայացնում է։ Ինչու։ Բայց առաջին գլուխը գա նրա համար այդ հոսքը, գառուցվածքը կարևոր է նկատի ունենալը։ Ուրեմն սրանք գասենք գրքի ներածական հարցեր, այսինքն սուրբ կրային գրքիմը ներածական հարցեր, եւ սրանք կարևոր է լիցքավորելը նկատի ունենալը առաջ որ քարոզաշարը սկսենք, կամ նույնիսկ եթե մի քանի քարոզ դրվի, հիմա ես չեմ ասում եղբայրը ջան, եթե մեկ քարոզ բիդանք, անպայման այս բոլոր բաներու մեջ գնանք։ Ինչ որ հարգավոր է այդ քարոզի հետ գաբ ունի անմիջականորեն, այո, բայց եթե օրինակ 2-3 քարոզ բի դրվի մեկ թեմայի առնչությամբ, մի քանի րոպե, 2-3 րոպե այս բաներու վրա խոսելը կարևոր է, որպես ժողովրդի միտքը պատրաստվի։ Հիմա ինչու համար ես կխոսամ զորնակ խոսում եմ 2 Դիմոթեոսի նկատմամբ, երբ Պողոս ասում է ինքը պիտի մեռնի, ով գար այնադեն այդ Ներոն թագավորը գայստրը գար եւ այն այս բոլորը կարևոր է, որպես ժողովուրդը ավելի գնահատի։ Ինչ ասել է իմ ժամանակս ասած է Գասե Արաքյալը 2 Դիմոթեոս 4-ում, արդեն իսկ այսին եկած է, գիտե, պիտի Քրիստոսի համար նահատակվի։ Այսպեսի բաներ եղբայրներ ջան, որևէ հարցեր, սրանք բարձրապես բացարձակապես վերակաղ էին ցեզ համար։ Նրանք, որ այստեղ եղած են սկզբից, եւ նրանք, որ միասին այս բաներից անցած են ավելի խորը օրինակներով, համարներով, հատվածներով, եթե կան հարց, գարակ հիմա ներկայացնել, չէ թե ոչ մեր դատարը վերցնենք եւ հետո կշարունակենք մեր երկրորդ դասընթացը։ Շնորհակալություն։